Եթե հանկարծ Մոսկվայում ֆիլմ նկարահանվի Արամ Խաչատրյանի կամ ասենք Մարտիրոս Սարյանի մասին, զգուշ եղեք, զգոն եղեք, սիրելի բարեկամներ, այնտեղ կարող են լինել հիբրիդային պատերազմի, հիբրիդային միջամտության տարրեր, որովհետև Փաշինյանի քարոզիչները ամեն թփի տակ, ամենտեղ փնտրում են եւ գտնում են այդ հիբրիդային պատերազմի դրսևորումները եւ այդ հիբրիդային պատերազմը բնականաբար վարում է Ռուսաստանը։ Իսկ որ դա պաշտոնական տեսակետ է, դա ապացուցելու համար թույլ տվեք մեջ բերել մի նախադասություն, ավելի շուտ մի վերնագիր պաշտոնական փաստաթղթից։ Խոսքը արտաքին հետախուզության ծառայության զեկույցի մասին է։ Մեջբերում են վերնագիրը։ Գործակալական ցանցի, ազդեցության գործակալների, գործարարության քողարկմամբ, քաղաքականությամբ զբաղվող այլ դերակատարների, խոսքը հաստատ քպայական օլիգարխների կամ իշխանամերձ օլիգարխների մասին չէ, այլ մարդկանց մասին է։ Հոգևոր մշակութային կառույցների եւ դրանց հանրային ճանաչում ունեցող ներկայացուցիչների ակտիվացում։ Հոգևոր կառույցները պարզ է։ Բոլոր այն հոգևորականները, որոնք չեն ցանկանում մտնել Փաշինյանի տակ, նրանք ռսի շպիոն են։ Որ մշակութային կառույցների մասին է խոսքը, թատրոնների, երաժշտական կոլեկտիվների, ես տարակուսում էի, բայց հետո հասկացա, որ խոսքը պարային կոլեկտիվների մասին է։ Հիշում եք, Բուբա Կաստորսկին առաջարկում էր իր լրտեսական ինֆորմացիան հաղորդել պարի միջոցով։